Հալելույա այն Աստծուն, որ իր որդուն զոհաբերեց ինձ ու քեզ ձեռք բերելու համար, եւ մենք այսօր այս առավոտ Տիրոջ ներկայությունը վայելում ենք որպես թե հենց իր ժառանգները լինելով հանդերձ։ Ամեն։ Օրհնում եմ քեզ Աստծո զավակ, Աստծո դուստր, եւ խոսում եմ քո կյանքի, քո ընտանիքի վրա Աստծո օրհնության առատությունը եւ քո սերունդների վրա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող որ այս պայից սկսած Աստծո առատ օրհնությունները անսահման կերպով, շարունակական կերպով գա յուրաքանչյուր հավատացողի վրա Հիսուսի զորավոր անունով։ Ամեն եւ ամեն։ Օրհնյալ Աստված եւ օրհնյալ Աստծո ժողովուրդը։ Ես շատ հաճախ ասում եմ, որ երբ որ դու ներկայացնում ես Աստծո ով եւ ինչպիսին լինելը, պիտի գիտակցես, որ օրինակ Աստված սուրբ է եւ իր ժողովուրդը սուրբ է։ Աստված զորավոր է եւ իր ժողովուրդը զորավոր է։ Աստված օրհնյալ է եւ իր ժողովուրդն օրհնված։ Աստված արդար է եւ իր ժողովուրդն արդարացված։ Ամեն։ Հրաշալի Աստված եւ հրաշալի Աստծո ժողովուրդը։ Հիսուսի անունով։ Անդրադառնալով Աստծո խոսքին կուզենամ սկսեմ Եսայի մարգարեությունից 44 գլուխ 3 համարից, որտեղ ինքը Տերը ուղղակի մարգարեի միջոցով, բայց ինքը Տերը խոսում է ասելով, որ ես ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա։ Ես իմ հոգին եւ իմ օրհնություններս առատապես կթափեմ քո վրա, քո զավակների վրա, քո գերդաստանի եւ քո սերունդների վրա, ասում է Տերը։ Օրհնյալ է մեր Տեր Աստվածը։ Իմանում ես, եթե դու ինչ որ կերպով քո կյանքում չորություն ես զգում, ծարավ ես զգում, սա Աստծո խոսքն է եւ ինքն ասում է, որ հեղեղի պես կթափեմ, առատորեն կթափեմ։ Ընդ որում ոչ միայն քո անձի վրա, այլ քո զավակների վրա, քո գերդաստանի եւ սերունդների վրա։ Գիտես, որ Աստված երբ որ ինչ որ մեկին ընտրում եւ կանչում է իր ընտանիքից թեկուզ փոքրագույնին, բայց կանչում է, որ հենց նրա միջոցով այդ ընտանիքը, այդ գերդաստանը, այդ սերունդները օրհնելով օրհնի։ Եվ այստեղ տեսնում ենք հենց ինքը Տերը, Տիեզերքի արարիչը, ինքը խոստացել է, որ ես ջուր կթափեմ, հեղեղներ կթափեմ եւ կօրհնեմ քեզ եւ քո ամբողջ սերունդները եւ իմ հոգին կթափեմ քո վրա։ Սա մի խոստմունք է, որ Աստված Քրիստոսով արդեն իրականացրել է։ Դուք նկատեցիք, մենք կարդացինք 5 կտակարանից Եսայի մարգարեությունից, որտեղ որ Աստված ինքը խոստանում է, բայց նոր ուխտը, նոր կտակարանը, ավետարանը ներկայացնում է, որ Աստծո խոստմունքները Քրիստոսով իրականացված են։ Ամեն։ Եվ ինքը Քրիստոսն է Աստծո բոլոր խոստմունքների այոն մեզ համար եւ երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք հավատքով մեր մեջ եւ իրան որպես Տեր ու Փրկիչ ենք դավանում, նշանակում է, որ մենք Աստծո այոյին ամեն ենք ասում իր փառքի համար։ Եվ ես այստեղ խոսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր արդեն Աստծո այոյին ամեն են ասում։ Հալելույա։ Եսայի գրքում են 48-21-ում այնտեղ ներկայացված է այսպես, որ Աստված անգամ անապատում վեմից ջուր բխեցրեց եւ իր ժողովուրդը խմեցին ու հագեցան։ Մեկն է։ Այստեղ տեսնում ենք, որ Աստծո հոգատար ու զորավոր ձեռքն է, Աստծո անմար սերը եւ անսահման զորությունը եւ անսպար օրհնությունները գալիս են Աստծո խոստմունքներից եւ անգամ անապատի մեջ Աստված վեմից ջուր բխեցրեց իր ժողովրդի համար։ Տեսնում ես Աստծո հզոր բազուկը, Աստծո հոգատարությունը ամեն նրանց նկատմամբ, ովքեր հավատում, հնազանդվում եւ ապավինում են Աստծուն։ Անկախ իրավիճակներից ես չգիտեմ, թե ամեն մեկը ինչ կարգավիճակում է գտնվում եւ ինչ իրավիճակներով է անցնում, բայց գիտեմ մեկ բան, որ Աստված ելք ունի։ Եթե անապատում ջուր բխեցրեց, դա նշանակում է, որ իր համար անհնարին բան գոյություն չունի։ Նա կարող է այսօր քո կյանքի անելանելի իրավիճակներից քեզ դուրս բերի եւ ընդ որում հաղթանակած Հիսուսի զորավոր անունով։ Ես ու դու ընդհանրապես պիտի
հավատանք, ապավինենք եւ մեր հրաժարությունը բերենք Աստծո առաջին։ Եվ գրված է, որ այդ վեմը Հիսուս Քրիստոսն էր եւ այն գնում էր նրանց հետ։ Գիտես, Աստված այդ վեմից որ ջուր բխեցրեց իր ժողովրդի համար հոգ տանելուն, այդ վեմը գրված է նորուխտի մեջ շեշտադրվում է, որ առաջի Կորինթացիների 14-ում ասում է, որ այդ հոգևոր վեմը գնում է նրանց հետ։ Դες այն որ իրանք ծարավ էին զգում, այն որ իրանք տրտնջում էին, թե ուր որայա ջրից, սովից, ծարավից կմեռնենք, այդ ժամանակ էլ վեմը իրանց հետ էր։ Այս նրանք չէին նկատում։ Ես Աստծո խոստմունքը ինձ ու քեզ տրված է, ամեն օր ես քո հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Նրանք ծարավից էին տրտնջում, բայց ես ու դու լիքը տրտուժներ ունենք, անկեղծ ասած, մեր մեջ ասած, քաղցր ջան։ Եվ դա փաստում է այն, որ մենք չենք նկատում Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, ինքը որպես վեմ այսօր էլ մեր հետ է։ Քայլում մեզ ուղղորդում, մեզ առաջնորդում, բայց մենք պիտի ապավինենք մեր Աստծուն։ Ինքը մեզ ստեղծեց եւ ինքը վերցրեց իր վրա հայրական պատասխանատվությունը հոգ տանելու մեզ համար։ Ուրեմն լավ կլինի, որ ես ու դու լրջորեն եւ ամբողջապես վստահենք ու ապավինենք Տիրոջը։ Գնում են իրանց հետ եւ այդ նույն վեմից խմեցին։ Բոլորն էլ խմեցին այդ վեմից բխող ջրիցը, բայց շատերի ոսկորները անապատում ընկան եւ իրանք չմտան այդ խոստացված երկիրը մեկ բանի պատճառով, որովհետեւ իրենք անհավատություն ցուցաբերեցին վեմի նկատմամբ եւ բարձ գրված է ումից զզվեցավ Աստված այդ տարիների ընթացքում, եթե ոչ նրանցից, ովքեր որ չհավատացին, նրանք տեսան, վայելեցին, խմեցին, ճաշակեցին, բայց անհավատությամբ տրվեցին։ Եվ այդ խոստմունքը, որ կհասցվեն խոստացված երկիրը, իրենց օգուտ չբերեց Եբրայեցիների գիրքը շեշտում է 4:2-ում, որովհետև նրանք խոստմունքն առան, ավետիքի լուրը լսեցին, բայց սրտերի մեջ չհավատացին։ Հիմա դու էլ շատ խոստմունքներ ունես, որ լսում ես։ Աստվածաշունչը կարդում ես 3000-ից ավելի խոստմունքներ ուղղված է ցանկացած հավատացյալին, բայց հավատում ես դրան արդյոք։ Օրինակ Տերն ասում է՝ մի վախեցին, ես կօգնեմ քեզ։ Ջրերով անցնես չես խեղդվի, քրակի մեջ մտնես չես վառվի, զենքեր կուղորթեն քո վրա չի հաջողվի, որովհետև այսպես է իմ օծյանի ժառանգությունը։ Սա Տիրոջ խոստմունքն է, բայց հարց, այսօք չենք վախենում։ Վաղվա օրվա վրա ենք մտահոգված, ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք, այնինչ Հիսուսն ասեց, որ այդպես մտահոգված են միայն հեթանոսները, այսինքն նրանք, ովքեր որ չեն հավատում Քրիստոսին, չեն վստահում եւ չեն հնազանդում։ Ուրեմն եկեք, որ լրջորեն եւ ամբողջությամբ տրվենք Քրիստոսին եւ կտեսնենք, որ ինքը մեր հետ լինելով հանդերձ իրենից բխեցնում է այդ ջուրը։ Վեմից բխող ջուրը դա Քրիստոսից բխող կենթանի խոսքն է, կենթանարար հոգին, կենթանի ջուրը, որ շարունակաբար այսօր էլ բխում է։ Եվ այն կյանքը, որ Քրիստոսից բխում է, կարող ենք ես ու դու ապրել այդ կյանքը, միայն թե սկզբից խմել նրանից բխող այդ ջուրը, որովհետև այդ ջուրն է, որ մեզ դարձնում է հենց իրանման, որովհետև ինչ որ Աստված մեզ այնպես է ստեղծել, ինչ որ ուտում, ինչ որ խմում ենք, դրանով էլ ապրում ենք։ Եվ հենց դրա համար պիտի զգուշանանք, թե ինչ ջուր ենք խմում, ինչ կերակուր ենք խմում։ Եվ ընդ որում այստեղ կարդացինք, որ ամենքն էլ նույն վեմից խմեցին, նույն հոգևոր խմելիքը խմեցին, նույն հոգևոր կերակուրը կերան, բայց շատերի ոսկորները անապատի մեջ ընկան։ Հիմա պարտադիր չի ինչ որ մի անապատ դու հայտնվես, մարդու միտքը դա անապատի կարգավիճակն է, մարդիկ իրենց մտավոր ոլորտի մեջ անկում են ապրում, պարտություն են կրում, գերված են, հանձնված են թշնամու ամեն ներգործություններին, դա արդեն խոսում է, որ այդ վեմից դու օգտվում ես, բայց այդ հավատքով չես մոտենում վեմից բխող
կյանքի ջրին։ Թույլ տուր, որ այսօր կյանքի ջուրը թափանցի քո էության մեջ։ Կյանքի ջուրը փոքր ժամանակ կենթանի ջուրը այսպես հեքիաթների նման է թվում, բայց երբ որ կարդում ես Աստվածաշունչը, ճանաչում ես Հիսուս Քրիստոսին, հասկանում ես, որ դա իրականություն է, ճշմարտություն է, գոյություն ունի քաղցր ջան, անա մեկ անգամ փորձես, այլ ուրիշ ջուր չես ուզենա որ խմես։ Դրա համար Հիսուս Քրիստոսը Սամարացի մի կնոջը հանդիպեց, հիշում եք։ Եվ ընդ որում գիտենք, որ սամարացիները հրեաների համար երկրորդ չէ, երրորդ, չորրորդ սորտի մարդիկ էին։ Բայց Հիսուսը հանդիպեց հենց այդ կնոջը եւ իրան կյանքի ջուր առաջարկեց։ Քաղցր ջան, լսին։ Կարա լինի մի ազնվորություն, որ քո համար երրորդ, չորրորդ, հինգերորդ կարգի հավատացյալ մարդ համարվի քո տեսանկյունից, բայց Հիսուսը այդ տեսակի, այդ կարգավիճակի մեջ եղող մարդուն կյանքի ջուր առաջարկեց, հասկանում ես։ Դա նշանակում է որևիցե մի արարած, լքված, թողված, անտեսված չի մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Անկախ նրանից ով ես դու քո ընտանիքում, քո գերդաստանում, քո սերունդների մեջ, ով ես դու քո շրջապատում, աշխարհքում, եկեղեցում, գործիդ, կապ չունի, ով ես դու մարդկանց տեսանկյունից, Աստված ընտրել է քեզ։ Հենց այս կնոջ համար Հիսուսը իր ճամփեն փոխեց եւ եկավ Սամարիա։ Այսօր Հիսուսն եկել է Հայաստան, հայոց երկիր։ Ոչ թե հենց այսօր, արդեն իսկ իր ծնունդից սկսած 33-րդ տարումը, արդեն Հիսուսը հայերի հետ աշխատանք էր տանում, եւ հենց այդ ժամանակ Հիսուսը խոստացավ հայոց երկրին եւ հայ ազգին, որ ես կորցնեմ քեզ եւ քո սերունդները։ Ամեն։ Եկեք հավատանք դրան, քաղցր ջան։ Դա ճշմարտություն է։ Եվ իմի տեսնում ենք, որ Հիսուսը Սամարացի կնոջն ասում է. գիտեք չէ, կին եկել էր ջրհորից, Հակոբի ջրհորից։ Հակոբը Աբրահամի թոռն էր։ Եվ եկել էր, որ այդ Հակոբից ժառանգություն մնացած ջրհորիցը ջուր քաշեր, ջուր խմեր։ Ու Հիսուսը հանդիպեց այդ կնոջը։ Ես ու դու էլ միգուցե փափակում ենք ինչ որ մի ջրով հագեցնել մեր ծարավը, բայց Տերը առաջարկում է կենթանի ջուրը։ Եվ Հիսուսն ասում է, այդ ջրից խմողը դարձյալ կծարավին։ Միգուցե ես ու դու սովորել ենք մեր համար այսպես արդեն կյանքի ընթացք կա, կարծես թե սովորություն կա, առօրյա կյանքը դարձել մեզ համար օտար ջրերից օգտվել։ Ընդ որում այս Հակոբի ջրհորը օտար էլ չէր, կարծես թե ժառանգություն էր հոգևոր հայրերից, բայց Քրիստոսի առաջարկած կյանքի ջրին չէր հասնի։ Հիմա ինչ ջրով ես հագեցնում դու քո սիրտը, քո հոգին, քաղցր ջան։ Եվ Հիսուսն ասեց, այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ, ասա, ով որ խմի այն ջուրը, որ Տերն ասում է, ես եմ տալիս նրան։ Տերը ինքն ասում է, ես եմ տալի։ Ով որ խմի այն ջուրը, որ տալիս է, ինչ որ ճանաչված, հռչակավոր, օծված, ոչ, ասում է, որ ես եմ տալի։ Նրա փորիցը, նրա ներսիցը կենթանի ջրի գետեր կբխեն։ Այդ ջուրն ասում է նրանում կյանքի ջրի աղբյուրի կվերածվի եւ կբխի հավիտենական կյանքի համար։ Հիմա ուշադիր լսին, այս կինը, որ արդեն տարիներ գալիս էր այդ ջրորի մոտ, տարիներ սովորել էր, որ այդ ջրորով իր ծարավը հագեցներ, լսեց մի ջրի մասին, որը խմողը ոչ միայն չի ծարավում, այլ նաև իրանից նա բխում։ Լսեք, ինքն ասեց Տեր, դուր ինձ այդ ջրից։ Փափակում ենք արդյոք այդ ջրին։ Տեր, դուր ինձ այդ ջրից։ Լսում եք, շարունակությունում ասում է, որպեսզի չծարավեմ եւ այլևս չգամ այս ջրորից ջուր քաշելու։ Դու նկատում ես այս կնոջ մոտ ինչ որ մի բան կարծես թե կուտակվել էր։ Ինքը ճիշտ է, խմում էր դրանից, հագեցնում էր իր ծարավը, բայց ինչ որ մի բան կար, ինքն հոգնել էր ամեն անգամ այդ կարգավիճակին անդրադառնալը։ Եվ հիմա իր փափակն է սա, դուր ինձ այդ ջրից, որ այլևս այս ջրորին չանդրադառնամ։ Լսի հարազատս, այսօր այդ կենթանի ջուրը փափակով վերցրու, եւ դու այլևս չես անդրադառնա քո տկարություններին, քո պարտություններին, չես անդրադառնա ժառանգաբար թողված քո
սովորություններին, անեծքին, մեղքին, կախարդություններին, հասկանում ես, այս կինը սովորություն ուներ ամեն օր ջրհորի մոտ գալու, որովհետև ոչ միայն սովորությունն էր նրան բերում, այլ դա կարիքն էլ։ Ես շատերս ապրում ենք մեր անցյալի դժվարություններով, պարտություններով ու անհաջողություններով եւ կարծես թե դատապարտված ենք ներկան չվայելելու։ Երբ որ դու ընդունես կյանքի ջուրը, այլևս կարիք չես ունենա անդրադառնալու քո հնին անցյալին։ Հասկանում ես ասածից նպատակ։ Մի հատ ասա ամեն։ Դրսում ես հատ ասա ամեն։ Հալելույա։ Եվ ես կինն էլ ասեց, Տեր, դուր ինձ այդ ջրից է։ Սկզբից դու գիտեք այդ խոսակցությունը ժամանակի առումով չեմ անդրադառնա այդ կետերի վրա։ Հիսուսն ասեց, եթե դու իմանայիր, թե ով է նա, Աստծո պարգևը, որ հիմա քեզ հետ խոսում է, դու նրանից ջուր կուզեիր, հիշում եք։ Եվ այս կինը ասեց, մեկ էլ մի քեզ ջուր տա, դու իսկի դույլ չունես։ Դու իսկի դույլ չունես, բայց Հիսուսը խոսում է կյանքի ջրի մասին։ Երբ որ դու Աստծո խոսքը լսում ես, առաջի հերթին կենտրոնանում ես մարդկային մտքի, մարդկային հասկացողությունների վրա, բայց Տերը խոսում է հոգևոր բաներ, եկեք որ հոգով ընդունենք այդ ամենը։ Ամեն։ Հրաշալի Աստված։ Ուրեմն եկեք որ ընդունենք կյանքի ջուրը, որ այլևս չանդրադառնանք մեր նախկինին, հինին, մեր խնդիրներին։ Երբ որ մարդը այս հոգևոր ջրի կարիքը ունի, ուզի անդրադառնում է նրան, այսինքն հինին։ Օրինակ 10 տարի առաջ ինչ որ մեկը քեզ ցավացրել է, ու դու արդեն ծարավ ես այդ կյանքի ջրերից տարիներ չես խմում, ու դու նորից իրա որ տենում ես այդ 10 տարի առաջվա կատարված դեպքը կարծես թարմանում է, կարծես նորոգվում է եւ գլուխը բարձրացնում ու դու նորից սկսում ես իր այդ վարվել այն նույն ատելությամբ, նախանձով, դատապարտությամբ, բեղադրանքով, հասկանում ես, դա խոսում է եւ փաստում է այն մասին, որ դու կյանքի ջուրը քանի ժամանակա չես գործածում, քաղցր ջան։ Դու հիշեցիր, որ այն անգամ ինչ-որ մեկին տեսար ես դրա։ Հալելույա։ Ուրեմն տեսեք, որ Աստված ուզում է, որ այդ ամենից մեզ դուրս բերի, ամեն։ Հալելույա։ Հիմա տեսեք, հարց տուր ինքդ քեզ, դու որ ջրհորից ես խմում։ Շատերը խմում են հուսահատության ջրհորից, հիասթափության ջրհորից։ Եվ գիտես ինչի վրա հույսը դնում ես, դրանով էլ սիրտը հագեցնում ես եւ դրանով էլ քո ցարավն ես հագեցնում։ Եվ այս դա է պատճառը, որ Երեմիա գրքում երկրորդ գլուխ կարող ես պետք է փոխել։ Երկրորդ գլուխ 13-ից 18 համարներում Աստված խոսում է իր ժողովրդի հետ եւ ասում. Իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց։ Նա ասում է, թողեց ինձ կյանքի ջրի աղբյուրից եւ իր համար ծաղծակոտ հորեր փորեցին։ Իրենց համար կոտրված ջրամբարներ շինեցին, որ ջուր չեն կարողանում պահել իրենց մեջ։ Իմ ժողովուրդը լքեց ինձ եւ դարձավ դեպի Եգիպտոս եւ Եգիպտոսի ու Ասորստանի գետի ջրերից խմեց, կարծելով, որ դրանցով կհագեցնի իր ցարավը։ Բայց դրանով Տերն ասում է, իմ ժողովուրդը փաստեց, որ ինձ չի վստահում։ Խմելոտար ջրերից փաստացի խոսում այն մասին, որ մենք այլևս դադարել ենք Տիրոջն ապավինել։ Ինքներս մեզ համար, մեր հաջողությունների, մեր ապրելակերպի, մեր սերունդների համար ծրագիր որոշել եւ մեր մարդկային, այսպես ասած, հասկացողությամբ եւ հնարավորություններով ինչ որ բան պատրաստել, դա նշանակում է դադարել է մարդը Տիրոջն ապավինելը։ Եվ իմ այստեղ բարձ ներկայացված ասում է, իմ ժողովուրդը թողեց ինձ։ Ես այն ժամանակ Աստված խոստացել էր անձրևներ ամեն ժամանակում, հիշում եք։ Բայց երբ որ Աստծո ժողովուրդը աննազանդություն էր ցուցաբերում, Աստված երկնքի անձրևները դադարեցնում էր։ Եթե հիշում եք, Տերն ասում է, որ ես քեզ կտանեմ մի երկիր, լավ ու բարի երկիր, կատ ու մեղր բղող երկիր, հիշում եք։ Եվ չանդրադառնամ բառացիորեն, որովհետև ամեն մի բառ, ամեն մի դետալը խոր իմաստ բաներ ունի, բայց այնտեղ ասում է, որ այդ երկիրը երկնքի եկած անձրևներով պիտի ջրվի։ Այդ երկիրն ասում է ընդերքից բխող ջրերով պիտի սնվի, ջրվի։
Բայց երբ որ Աստծո ժողովուրդը անհնազանդություն էր ցուցաբերում, այդ ջրերը դադարում էին։ Դրա համար մարդիկ որոշեցին իրենց համար ջրհորներ փորել, ջրամբարներ շինել, որ երբ ուզենան անհնազանդություն ցուցաբերեն։ Որ ջրերը կտրվեն էլ պակաս չունենան։ Բայց Տերը դա անհնազանդություն համարեց, անհավատարմություն համարեց, այսպես ասած, դա խոսում էր իրանց անհավատության մասին եւ հիմի ասում է որ կրկնապատիկ, երկպատիկ մեղք գործեց իմ ժողովուրդը, չարություն գործեց։ Ինչ գործ ունի իմ ժողովուրդն ասում է Եգիպտոսի ջրերից։ Եգիպտոսը դա մեր անցյալն է։ Ասորեստանը դա մեր ներկան է։ Աշխարհն է բնականաբար մեր անցյալ կյանքը եւ մեր ներկա կյանքը աշխարհի եւ ասում է դուք ավելի փափակում եք այդ աշխարհի ջրերից խմել փոխանակ թե կյանքի ջրից են։ Հիմա հարց տուր քեզ, որ ջրերով ես դու հագենում։ Այն եթե դու հագենում ես աստվածային կյանքի ջրերով, դու կարող ես ներել, սիրել, անցնել ամեն դժվարություններ, բարդություններ, հոգևոր չափանիշը պահելով եւ չկորցնելով քո հոգևոր հավասարակշռությունը։ Բայց երբ որ դու սնվում ես օտարոդի ջրերով, հերիքա մատդ փուշ մտնի կազես դեր բախի հենց ես կան հարևան ունեմ թող իրանալ ներերի խի հենց ինձ եղավ դա խոսում են մասին որ օտար ջրերից ես օգտվում քաղցր ջան եթե Պետրոսը հիշում եք ասում է որ ինքն օտար գրակներից էր օգտվում եթե այդպես կարդում ես եւ դրա համար թեպետ որ արդեն Տերն ասել էր դու կուրանաս ինձ բայց նա պայմաններ ստեղծեց Պետրոսը ինքն իրան ներսում պայմաններ ստեղծեց լրջորեն ուրանալուն եւ ասում է որ ուրիշ կրակների մոտ էր տականում ուրիշ ջրերից էր օգտվում եւ հիմա այս սամարացիկին ասում է թե դուր ինձ այդ ջրից ես հոգնել եմ այս ջրորից ինձ ժառանգաբար բաներ են թողել սովորություն բնավորություն մեղք կախարդություն անես թողել են այդ անհաջողություն որովհետեւ ասել են ինձնից հետո ես իմ ինչ եք կրծել հիշում եք այդ մեծերը կան չէ ասում են ինչ եք կրծելու կոշկուր եք արել ինձ վերջը կանգար հա ուրեմն տեսեք դրանք խոսքեր են, որ դրոշմվել են ու դու դրանցով հագեցնում ես քո սիրտն, ամեն անգամ հիշում ես, մեղադրում ես այդ մարդուն, դա նշանակում է դու հագեցնում ես քո սիրտը, բայց երբ որ դու ներես, արձակես, դու սկսես կենթանի ջրերով սնվել։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն ինչի վրա մեր հույսը դնում ենք, դա նշանակում է, որ դրանով էլ սնվում ենք, բայց մենք պիտի հուսանք կենթանի Աստծուն, ամեն, որը ամեն բան առատապես շնորհում է մեզ վայելելու այս կյանքի համար։ Ուրեմն եկեք, որ մեր հույսը Տիրոջ վրա դնենք, որովհետև ինքը իր խոսքի մեջ արդեն իսկ ասեց, ես կթափեմ իմ օրհնություններս քո վրա եւ քո սերունդերի վրա։ Դու դրան հավատում ես։ Դու դրա համար ինչ որ դռներ բացում ես, գիտես քո հնազանդությունը, քո հավատքն ու հավատամքը այդ օրհնությունների համար մեծամեծ դռներ է բացում, ոչ միայն քո կյանքում, այլ քո սերունդերի համար։ Եվ Սաղմոս 36:8-9 այսպես ասում. Տերը իրեն ապավինողներին, ումը իրեն ապավինողներին, ամեն, հագեցնում է իր տան բարիքներով, Տերը իրեն հավատացողներին, ապավինողներին, հուսացողներին, հագեցնում է իր տան բարիքներով, գիտես Աստծո տան մեծագույն բարիքը, դա Քրիստոսի մեջ եղող աստվածային իմաստության ու գիտության գանձերն է։ Աստծո տան մեծագույն բարիքը դա ինքը Քրիստոսն է եւ Սուրբ Հոգու գերբնական զորությունն է։ Աստծո մեծագույն հարստությունը դա ինքը Քրիստոսի մեջ է պարունակում եւ հիմի Քրիստոսը մեզանունն է եւ այստեղ գրված է որ Աստված իրեն ապավինողներին հագեցնում է իր տան բարիքներով եւ խմեցնում է հիմա Տերը խմեցնում է դու կարող ես ուղղակի ընդունել այս խոսքը եւ հագենալ կենթանի ջրերով եւ ասում է հիմա Տերը խմեցնում է իր հաճության գետիցը այսինքն դե շնորհքի գետիցը եւ կյանքի աղբյուրի ջրերով հագեցնում է իրեն ապավինողներին, ինչի, որովհետև Տերն է կյանքի աղբյուրը։ Տերն է կյանքի աղբյուրը։ Դու դա լսեցիր։ Օրինակ, երբ որ ծարավ մարդը ջրի մասին կլսի հոչի հագենա,
Դու հիմա լսեցիր Տիրոջ մասին, որ ինքը պատրաստ է խմեցնի եւ հագեցնի, բայց դու չես հագենա, քանի դեռ այդ խոսքը իրականություն չդարձնես քո կյանքում, այսինքն բացես քո սիրտը, բացես քո ամբողջ էությունը Տիրոջ առաջին եւ ասես դուր ինձ այդ ջրից է, Տեր։ Ես հոգնել եմ ամեն ժամանակ անդրադառնալու իմ տկարություններին, իմ պարտություններին, իմ անցյալին, իմ վերքերին, իմ սպիներին։ Ես ուզում եմ անդրադառնալ քո կենթանի խոսքին եւ տեսնել քո փառքի ճոխությունը իմ կյանքում եւ իմ սերունդների մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն գիտենք Տաղավարարած տոն նշանակում է բերքի տոն եւ Հովհաննես 7-րդ գլխում 37-ից 39 համարներում այս գրված է Տաղավարարած տոնի ժամանակ, որտեղ որ մարդիկ եկել էին իրենց իսկ պատրաստված ջրամբարի մոտ եւ մարդիկ տոնում էին այդ տոնակատարությունը եւ գուժերով ջուր էին բերում որպես թե այդ տարին օրտված լիներ ջուրը եւ ընդհանուր բերքը, բայց Հիսուսը, որ այդ տոնը տևում էր 7 օր եւ 8-րդ օրը տոնակատարություն էր լինում եւ ցնծություն եւ ուրախություն, ասում է տոնի վերջին օրումը Հիսուսը կանգնեց եւ աղաղեց։ Ես միշտ ասում եմ, տեղեր կա, որտեղ Հիսուսը նստած ուսուցանում էր։ Սա ուղղակի խոսում էր, այսպես ասած, վարդապետական խորը հիմունքների մասին, բայց երբ որ կարևորագույն եւ այսպես տագնապի իրավիճակներ կար, Հիսուսը կանգնած աղաղակում էր։ Գիտես, դու կարող ես նստած տեսնես, որ քո փոքրիկը երեխան մոտենում օրինակ վարարանին, դու ուղղակի կասես սերվիս, կասես մի արա, բայց երբ որ տեսնես, որ արդեն շատ է մոտիկ եւ պատրաստ է հպվելու, դու կկանգնես ու կաղաղակես, մի դիպչի, համաձայն ես, եւ կարծես թե Հիսուսը տեսավ այս պահը, որի Աստծո ժողովուրդ ամբողջությամբ իր հույսը, իր ապավինությունը դրել է իր կառուցած ջրամբարի վրա եւ կանգնած աղաղակում էր, եթե մեկը ծարավա թող ինձ մոտ գա։ Բարից բուն իմաստով ասում էր նորից Ինչպես Սամարացի կնոջը, այդ ջրամբարի ջրից խմողը ելի կծարավի, բայց քո ծարավը հագեցնելու համար ով իմ ժողովուրդ դեպի ինձ արի։ Եվ ասում ով որ գա եւ խմի, ոչ միայն գալը, մենք շատերս ամենքս եկել ենք դեպի Տերը։ Բայց երկրորդ կարևորագույն գործոնը մնում է, որ մենք պիտի խմենք։ Եվ ասում եթե մեկը գա եւ խմի ինձնից կյանքի ջուրը, ասում ինչպես ջիրքն է ասում, սուրբ ջիրքն է ասում, նրա փորիցը, նրա ներսից կենդանի ջրի գետեր կբխեն։ Ամեն։ Հալելույա։ Եվ շարունակությունում Հովհաննես առաքյալն ասում է, սա ասեց Սուրբ Հոգու մասին, որ պիտի ընդունեին բոլոր Քրիստոսին հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին շնորհված չէր, որովհետև դեռ Հիսուս Քրիստոսը փառավորված չէր, որովհետև դեռ Հիսուսը հարություն առաջ չէր։ Գիտես, սա Հովհաննես առաքյալը գրում է արդեն այն ժամանակ, երբ որ արդեն Սուրբ Հոգին ընդունել էր։ Ուշադիր ես։ Եվ իմի Հիսուսը, որ ասում էր, եթե մեկը ծարավը թող ինձ մոտ գա եւ խմի, բարից բուն իմաստով դա ասում էր Սուրբ Հոգու մասին, եթե մեկն հավատա ինձ այնպես ինչպես Գիրքն ասում, Սուրբ Հոգին կգա իր վրա եւ իրանից նել կբխի։ Այնքան խմես ոչ միայն քո ծարավը հագեցնես, այլ այնքան խմես, որ կենդանի ջրի աղբյուրներ բխեն քեզանից։ Հաստուր ինքդ քեզ, դու ընդամենը քո ծարավն ես հագեցնում, թե այնքան ես խմում, որպեսի բխի կյանքի ջրի գետերը քեզանից։ Եվ երանի նրան, ով որ կանդրադառնա կյանքի ջրին եւ այլևս չի կենտրոնանա իր անցյալին, իր խնդիրներին, իր մարդկային ու աշխարհային սովորություններին։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Հովհաննես ավետարանում ենք 15:26-27 համարներում ինքը Հիսուսը դարձյալ խոսում է Սուրբ Հոգու մասին եւ ասում է, որ ճշմարտության հոգին մխիթարիչը երբ որ գա իմ մասին կվկայի ձեզ եւ դուք էլ կվկայեք իմ մասին, որովհետեւ սկզբից ինձ հետ եղաք։ Ուշադիր լսի։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը որպես ոչ միայն միածին, այլ որպես անդրանիկ ժառանգ հոր ծոցից եկավ եւ Հիսուսը մեզ վկայեց հոր մասին։ Եվ 17:26-ում էլ ասում է, որ հայր, ես քո անունը հայտնեցի, ճանաչեցրեցի նրանց, ում որ դու ինձ տվեցիր։ Նրանք որ քոնն էին, դու ինձ տվեցիր։ Եվ էլ ավելի կճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որ
որով դու ինձ սիրում ես, նրանցում լինի եւ ես էլ նրանցում։ Այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը երբ որ եկավ աշխարհ, մարդացած Հիսուսը ներկայացրեց Հոր մասին պատմեց մեզ, ճշմարտապես, եւ բացի Հիսուսից ոչ ոք ավելի ստույգ եւ ճշմարիտ կերպով չեն կարող ներկայացնել Հոր մասին մեզ, ամեն, այդպես էլ կա գրված է, բայց Հիսուսը հիմա ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, կվկայի իմ մասին, ինձ կփառավորի, եւ հետո շեշտում ասում է, դուք էլ կվկայեք, որովհետեւ Սուրբ Հոգին ձեր մեջ է գալի, որովհետեւ դուք հաղորդակից եք լինելու Սուրբ Հոգուն, որովհետեւ դուք համահունչ եք լինելու Սուրբ Հոգու հետ, մեկանալու եք Սուրբ Հոգու հետ, եւ երբ որ մեկանաք Սուրբ Հոգու հետ, դուք էլ ինձ կվկայեք իմ մասին։ Ամեն։ Հարց դուր քեզ։ Առօրյա կյանքում դու վկայում ես քո մասին, թե վկայում ես Քրիստոսի մասին։ Ես գնացի, ես աղոթեցի, բայց Հիսուս դուր մնաց քաստիճան։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ Հիսուսի մասին վկայի ներկայացնի։ Ամեն։ Հալելույա։ Եվ գիտենք, որ Եբրայեցիների առաջի գլուխի 2-րդ համարում բառացի գրված է, որ Աստված նախկինում ի նկատի ունի հին ուխտի ժամանակ, հին գտակարանի ժամանակ, ասում է խոսեց իր ժողովրդի հետ բազմից անգամներ եւ տարբեր կերպերով։ Խոսեց մարգարեների միջոցով։ Բայց մեզ հետ հիմա շարունակությունում ասում, մեզ հետ հիմա խոսում են իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը ինքը Սուրբ Հոգին է, որը բնակված է մեր մեջ։ Ամեն։ Երեմի Տերն ասում է, երբ որ Սուրբ Հոգին, ճշմարտության Հոգին, մխիթարության Հոգին գա, ինձ կվկայի, եւ դուք էլ կվկայեք ինձ, որովհետեւ սկզբից ինձ հետ եք։ Եվ ըստ 2 Կորինթացիների 3:17-ի գրված է, որ Տերն է Հոգին։ Ես ինձնից չեմ հնարում, որ ասում եմ Հիսուս Քրիստոսը դա ինքը Սուրբ Հոգին է։ Տերն է Հոգին։ Եվ որտեղ որ Տերը Հոգի է, այնտեղ ազատություն կա։ Եկեք ավետարանը ճիշտ կարդանք։ Տերն է Հոգին, կարդում ես չես է, չէ՞։ Տերն է Հոգին, եւ որտեղ Տերն է Հոգին, այնտեղ ազատություն կա։ Բայց որտեղ դու սկսում ես զատել այս միությունը, այդտեղ դադարում է երրորդության հզոր գործունեությունը այդ անձի կյանքում։ Բայց երբ որ դու համատեղ համահունչ ես ընդունում այդ խոսքը քո կյանքում, դու տեսնում ես ազատությունը, բժշկությունը, նորոգությունը, հաղթությունը, ուրախությունը քո կյանքի մեջ, ոչ միայն քո զավակների, քո գերդաստանի եւ քո սերունդների հետ։ Մեկն ասեց Հալելույա։ Հալելույա։ Ուրեմն տեսնում ենք, որ առանց հավատքին, տեսնում ենք, որ առանց անձնական հաղորդակցության եւ ճշմարիտ ճանաչողության չի կարող լինել ճշմարիտ վկայություն հարության Քրիստոսի մասին։ Հասկանում ես։ Դու կարող ես կարդալ, որ Հիսուսն իր աշակերտներին ասեց դուք էլ ինձ կվկայեք, չէ, որովհետև սկզբից ինձ հետ եք եղել, այս հատվածը բաց եք թողում։ Եվ մտածում ենք, որ մենք էլ կարող ենք, բայց մինչև իր հետ չլինենք, այսինքն մինչև անձնական, անհատական հաղորդակցություն, ճանաչողություն չունենանք, մեր վկայությունը չի կարող ճշմարիտ լինել։ Ուրեմն տեսնում ենք, որ առանց փորձառության, առանց ներքին համոզմունքների, առանց սիրո եւ առանց հոգատարության չի կարող լինել արդյունավետ վկայություն հարության Քրիստոսի մասին։ Եթե դու մտահոգված չես ինչ որ մեկի փրկության մասին, եթե դու չես սիրում նրան ու վկայում ես Քրիստոսի մասին, դա չի կարող ճշմարիտ վկայություն լինել հարության Քրիստոսի հետ կապված։ Ամեն։ Դա նշանակում է, որ առաջի հերթին ես իմ հարաբերությունս պետք է շտկեմ Քրիստոսի հետ, Աստծո հետ։ Եվ երբ որ ես իմ հարաբերությունս Աստծո հետ շտկում եմ, ես իմ հարաբերությունը շտկում եմ բոլորի հետ, ընդ որում կապ չունի իրանք Աստծո ժողովուրդ են թե ոչ, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ դժվար է լսվում, հա, ի նկատի ունեմ ընկալվում, ի նկատի ունեմ դժվար է համաձայնվում, որովհետև Հիսուսն պարզ ներկայացված է, որ Քրիստոսը մեզ սիրեց եւ
Սրա համար հանձնարարավ խաչը գրված Աստված այնպես իրեց աշխարհը մինչև իր միածին որդուն զոհաբերեց որ մեզ ձեռք բերի բայց Եփեսացիների 5-ում գրված է Հիսուս Քրիստոսը սիրեց իր եկեղեցին եւ եկեղեցու համար իր անձը դրեց գես մենք դեռ կատարյալ չէինք բայց Աստված սիրեց մեզ մենք դեռ սիրելու բան չէինք բայց Աստված սիրեց մեզ մենք դեռ մեռած էինք մեր մեղքերի մեջ բայց Աստված սիրեց մեզ սիրել անձին ոչ թե նրա համար որ ինքը պատրաստ է կամ արժանի է այլ սիրել որովհետև դու չես կարող ուրիշ կերպով վարվել այդի դա Աստվածային բնությունը քաղցր ջան Հաջորդ ծառայությանը դրսից մարդիկ կբերենք այստեղ ամեն ասելու հալելույա Հալելույա առանց նաև առանց պատասխանատվության առանց հնազանդության առանց պատասխանատվության առանց հնազանդության եւ առանց Քրիստոսի հետ անձնական հաղորդակցության անհնարին է լինել Քրիստոսի վկա երկրի վրա Ուրեմն ինչքան կարեւոր է որ մենք մեր հնազանդությունով հաղորդակից լինենք եւ միշտ Քրիստոսի հետ լինենք։ Հələ միշտ Հիսուսն ասաց միշտ ինձ հետ է։ Միշտ ինձ հետ է։ Մենք իր հետ ենք, երբ որ հիշում ենք իրան։ Իր հետ ենք, երբ որ հիշում ենք իրան, երբ որ կարիքն ենք ունենում, բայց ասում եմ միշտ։ Միշտ։ Ամեն։ Մարկոս ավետարանի շտեր պարզ շեշտադրում է, որ Հիսուսն ընտրեց իր աշակերտներին, ասում է, որպեսի նպատակը, որպեսի միշտ իր հետ լինեն, առաջինը միշտ իր հետ լինեն, ամեն։ Երբ որ աշակերտները հարցաքննվում էին քահանաների կողմից, հետև Պետրոսն ու Հովհաննեսն էին հիմնականում 5-րդ գլուխ 32 համարում, այնտեղ տեսնում ենք, որ աշակերտները քահանաներին ասում են, որ Սուրբ Հոգու միջոցով մենք հարության Քրիստոսի վկաներն ենք եւ նրա կենթանի խոսքի վկաներն ենք, բայց շեշտադրում է Սուրբ Հոգու միջոցով եւ հետո շարունակում է, որ Աստված իր Սուրբ Հոգին տվեց արժանավորներին տվեց Կարդացեք, ախարի ճակատիս ես նայք, կարդակ, քո աստվածաշունչն եմ կարդում, ասում է Աստված իր Սուրբ Հոգին տվեց իրեն հնազանդվողներին, ցավալի բառ է, բայց ճշմարիտ է, տվեց իրեն հնազանդվողներին, Եվ դուք մտածես, ուրեմն ես չգիտեմ դու ինչ, բայց այստեղ գրված է այսպես, ուրեմն մենք Սուրբ Հոգու միջոցով կարդա, Գործք 5:32 Եվ աշակերտները քահանաներին ասում են, այդ ծառայությունը, որ դուք պիտի անեիք որպես Աստծո քահանաներ, Աստված դա վստահեց մեզ, ինչի՞, որովհետև Սուրբ Հոգին տվեց իրեն հնազանդվողներին, եւ այն Սուրբ Հոգին է, որը մեզ կարող է դարձնում հարության Քրիստոսին վկայել եւ իր կենթանի խոսքը վկայել։ Առանց Սուրբ Հոգի կապ չունի կոչումը, պաշտոնը, ծառայությունը, ով լինելը կապ չունի քաղցր ջան։ Սուրբ Հոգու շնորհիվն է, որ ես ու դու կարող ենք արդյունավետ եւ ճշմարիտ կերպով Քրիստոսի վկա լինել երկրի վրա եւ վկայել նրա հարության զորության կենթանի խոսքը եւ առանց Սուրբ Հոգու դա անհնարին է։ Դրա համար Գործք 1:8 դու անգիր գիտես էդի քաղցր ջան։ Գործք 1:8 Իիսուսն ասեց, երբ որ Սուրբ Հոգին գա քո վրա, զորություն կհագնես եւ իմ վկան կլինես։ Ամեն, ասա վկա այսինքն ականատես, որ միշտ իր հետ ես եղել։ Եթե դու իրան չես տեսել, բայց իր մասին ես լսել, դա օգուտ չունենա, բայց տեսեք, Պողոսն լսել էր Հիսուսի մասին, որ ինքը հետնորդներ ունի, Հիսուսը հետնորդներ ունի երկրի վրա, եւ որոշել էր, քանի դեռ Հիսուսին չէր հանդիպել, որոշել էր, որ Քրիստոսի հետնորդներին բնաջինջ անի երկրի վրայից, բայց երբ որ հանդիպեց Հիսուսին, ինքը դարձավ հետնորդներից առաջնային։ Հասկանում ես։ Ուրեմն եկեք, որ անձնական, կենթանի, հաղորդակցություն, հարաբերություն ունենանք Հիսուս Քրիստոսի հետ, Սուրբ Հոգու միջոցով, որը եկել է մեր մեջ եւ մեզ հաղորդակից կդարձնի երրորդության հետ։ Ամեն։ Եվ մենք գիտենք, որ Սուրբ Գիրքը փաստում է, որ մենք Սուրբ Հոգին ընդունում ենք հավատքով։ Եվ հենց Հիսուս Քրիստոսին հավատալով էլ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ եւ Աստված էլ հենց Սուրբ Հոգու գերբանական զորությունով ներգործում է մեր մեջ եւ իր հրաշ նշաններով հենց հավատքի միջոցով, որ մենք հավատում ենք։ Ոչ թե որ ինչ որ գործ գործենք, ես
Ես դեմ չեմ, որ ինչ որ մեկը ջանք անում Աստծո առաջ բարեգործություն անել, դա կարևոր փաստ է փրկագնվածների համար, կարևոր մոտեցում, ապրելակերպ է դա, բարի, բայց դրանից կախված չի Աստծո գործունեությունը իմ ու քո կյանքում քաղցր ջան, ով էլ ինչպիսին էլ որ լինես, կապ չունի, քեզանից չի, այլ Աստծո շնորհքից է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, ոչ թե ով որ կարողացավ ձեռք բերել Տիրոջ հոգին, նա ազատվեց, տես չի գրված, այլ գրված է, որտեղ Տիրոջ հոգին է, որովհետև Տիրոջ հոգին ձեռք չբերվեց, Տիրոջ հոգին շնորհվեց հավատքի ձեռով։ Ուրեմն ես հենց հիմի խոսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր հավատքով ընդունել են Աստծո Սուրբ Հոգին, եւ ովքեր որ հավատքով թույլ են տալի, որ Աստված Սուրբ Հոգու գերբնական զորությունով ներգործի իրաց կյանքի մեջ եւ հրաշք նշաններ իրականացնի։ Ոչ միայն իր անձնական կյանքում, այլ քո հենց զավակների կյանքում, սերունդների գերդաստանի, ամեն օշնյալ Աստված եւ օշնյալ Աստծո շնորհքը, ամեն տեղ եւ ամեն ժամանակներում Հիսուս Քրիստոսի զորավոր ամեն։ Իդեպ ասեմ Աստծո ժողովուրդը դա որևիցե մի ազգից ընտրված, վերցված անհատականություն չի։ Աստծո ժողովուրդ կոչվում են բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին հավատալով, ընդունելով Սուրբ Հոգին, վերածնվելով դառնում են Աստծո ժառանգներ։ Եվ մենք որպես Աստծո ժառանգներ, Քրիստոսի հետ համահավասար Քրիստոսի ժառանգակիցներ, արտոնություն ունենք Աստծո առաջին կանգնելուն, իր ներկայությունը վայելելու, ոչ միայն երկրի վրա, այլ նաև երկնքում դատաստանի օրումը, որովհետև Աստծո շնորհքով Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ ես ու դու ազատվեցինք խավարի ամեն ներգործություններից, մնում է որ պահենք այն ինչ որ ունենք, ինչ որ շնորհված է, որովհետև Հիսուսն ասեց, ահա ես շուտով գալիս եմ, պահիր այն ինչ որ ունես, որ ոչ ոք չխլի քեզանից կյանքի պսակը, ամեն, ուրեմն եկեք ամուր պահենք այն շնորհքը, այն կոչումը, այն ժառանգությունը, այն պարգևը, որ շնորհված է մեզ Հիսուսի զորավոր անունով։ Եվ այս աղոթքի ժամանակ բերանձերը բերենք Տիրոջ առաջին եւ ասենք այո Տեր, մենք կարիք ունենք կենդանի ջրին։ Կարիք ունենք այդ ջրին, որպեսզի այլևս չանդրադառնանք մեր այն նախկին պարտության եւ ցավալի իրավիճակներին։ Հիսուսի զորավոր անունով ամեն եւ ամեն։